Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրել։ Որպեսզի պատկերացնեք, Videm ինստիտուտը իր 2026 թվականի զեկույցում նշել է Հայաստանի մասին, որ ժողովրդավարությունը դեպի անկում է ընթանում։ Ինչը Videm ինստիտուտը այն հավաքագրում է աշխարհի գրեթե բոլոր երկրներից տվյալներ, ուսումնասիրում է նրանց քաղաքական համակարգերը եւ չափում է, թե որքան է այդ երկիրը ժողովրդավար։ Երբ անդադար Փաշինյանը կրկնում է, որ իրեն Եվրոպան աջակցում է, ես հստակ ուզում եմ ընթերցել, թե ինչ է գրված այստեղ Հայաստանի մասին։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիմեց անձնակենտրոն կառավարման ոճի, սահմանափակելով խոսքի ազատությունը, քաղաքացիական տարածքը եւ քաղաքացիական ազատությունը, ատելության խոսքի, ապա տեղեկատվության եւ բևեռացման աճող տարածումը, ինչպես նաեւ Ադրբեջանի հաղթանակը պատերազմում մինչև 2023 թվականը նպաստեց ժողովրդավարության անկմանը։ Ընդամենը 3 տեսակ, որ Փաշինյանը մետրոյում իրեն դրսևորում է այնպես, կարծես թե պատկերացրել է, որ իշխանությունը միայն իր շուրջն է ձևավորվում։ Հասկանում ենք, որ այս մարդը պիտի հեռանա գեղեցիկ կերպով։ Ուժեղ Հայաստանում ժողովրդավարության արմատները ավելի կայուն են լինելու, ավելի արմատացած են լինելու։